Սյունեցին դուրս չի գալու։ Իրանց զենքով իրանց մռութը ջարդելու են։ Սյունեցու սիրտը մաքուր է։ Հայրենասիրությունը ավելի շատ անդե։ Սյունեցի ամեն տղա ինքը տեղում մեկ ատոմային բոմբա։ Սյունիքը կանգնել է իրանց կոկորդում, Ալիևի, Շուլքերի։ Մարդը մեկը ասում էր տղա եք պահեք։ Տղա էինք, պահում էինք 20 տարի էր։ Ձեր նմանները եկան տվին։ Սյունեցուն չեն կարող խաբել։ Չի գնա Սյունեցին դրան, Նամանանդոր Արցախի օրինակն էլ տեսել է ու իր աչքի առաջ ունի։ Քրիստոսի հաջորդ գալուստը հենց Սյունիքով է լինելու։ Ընդհանրապես ազգի թշնամի այն մարդ, ով պառակտում է ազգը։ Աշխարհազոր ստեղծել է պետք։ Այսօր մենք պետք է կռիվ տանք, այս հողը պահենք, սանտիմետր էլա չտանք։ Ամենամեծագույն երջանկությունը նա է, որ տեսնեմ խաչից խաչ Հայաստանը։ Ազգ սիրեցեք ու հայրենիք, կյանքից գինուց, ամեն բանից առավել։ Հետ ենք բերելու։ Համար ասում միասին գնալու ենք պատարագի։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Live Armenia YouTube-յան ալիքն է։ Այսօր մենք հյուրընկալել ենք հատուկ գնդի ազատամարտիկ բնիկ սյունեցի Արթուր Պողոսյանին։ Բարև ձեզ։ Բարև։ Բարով եք եկել, պարոն Պողոսյան։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ, որ եկել եք Երևան եւ պիտի խոսենք մեր չնաշխարհիկ Սյունիքից, նրա կարեւորությունից եւ ընդհանրապես փորձենք հասկանալ ինչի է բոլորի ուշադրության կենտրոնում Սյունիքը։ Նախ սակայն ձեր ամենաէական կյանքի էջերից մեկի մասին խոսենք ու դրանով էլ գանք ինչ օրս էլի։ Դուք պատերազմի Արցախյան առաջին պատերազմի թողբոհով անցած եք։ 92-ին հաղթանակ կերտած։ Ինչպես մեզ հաջողվեց 92-ին հաղթել պատերազմում։ Արտակ ջան, ուրեմն 92-ին դա էլ պատահական չէր, երբ ստեղծվեց մեր հայոց բանակը, մինչև այդ մեր կռվող տղաներն էին, ֆիդայիներն էին այդ շրջաններից, բայց երբ ստեղծվեց կանոնավոր բանակը, նայ էս ինչ զուգադիպություն կա։ Էլի առաջին զինվորները դա եղան Սյունիքից։ Ագարա քաղաքից, Մեղրին, Քաջարանը, Կապանը, Գորիսն ու Սիսյանը, առաջին այն հիմքը, որ կազմվեց։ Մենք եկանք ստե Երևան, հատուկ գունդը ստեղծվել էր արդեն։ Մեր հրամանատարի, դու լավ գիտես քո հաղորդումներում շատ է մասնակցել, մեր Բեկթաշյան Սամվելի հիմնակարերից դնողները մեկը հենց ինքն է եղել, մեր հրամանատարը, ու դե մենք էլ քանի որ Սյունեցի էինք, Սարեցի տղեկ էինք, այդ վազելուց բանույց, այդ վազել, պարկել, դե զինվորը պարտական է դա սովորի, բայց դե Սյունեցին բոլորն էլ դա համարյա իրանց առօրյան այլ սովորած մարդիկ էին, ու երևի իրանք էլ գիտեին ինչից են սկսում, ու հիմնվեց բանակը, պարզապես մեր ժամանակ այնքան լավ էր, որ մենք չէինք զգում հրամանատար զինվոր հարաբերությունը, կամանձիրը միշտ ասում էր, Բեկթաշյան, ասում էր, ես ձեր պապան եմ ստե, պապային, մամային մոռացեք ընդե, ես ձեր պապան եմ, սեր կար, հարգանք կար իրար մեջ, վստահություն կար, դե տենց էլ ու գնացինք հողը ջուրը պայել, ես նույնիսկ հիշում եմ, պետք է մենք 2-3 ամիս այդ սովորեինք, էլի զենքը, բայց մենք մի մոմենտ նույնիսկ հացադուլ հայտարարեցինք բանակում, մենք գնում ենք Լաչին, մեզ տարեք, ու երկրորդ ամիսներ մեզ արդեն տարան դիրքերն դետ, մեր բոլոր մեծ ընկերներին, մեր տղաներին, ֆիդայիներին օգնության։ Այսինքն շատ հաճախ չիմանալով նույնիսկ ուր եք գնում կամ ինչ առաջադրանք կատարելու, զուտ նվիրվածության, վստահության։ Կար, այդ հողը ջրի կան չկար, մենք գիտեինք, լավ գիտեինք ինչի ենք գնում, բայց դե Սյունեցին էլ ինքը մի քիչ էլ բնույթով կռվար արել, կռիվ էինք ուզում տեսնեինք։ Ու ուզում էինք Թուրքի դեմ դիմաց մեր մեծ եղբայրների հետ ու տենց էլ սկսվեց, գնացինք էլի։ Պապերի մուրը հանեիք, սոժե ամեն դեպքում կար էլի։ Այո, մեր պապերի մուրը հանեինք, այո, տենց էր։ Այդ նժդեյան ոգին իսկապես կա Սյունեցու մեջ։ Անպայման։ Չգիտեմ, ինչ կերպ արտացոլվում, օրինակ դուք ոնց եք դա կրում ձեր մեջ։
հենց իր ասածները հայրենիք, սիրել հայրենիք ու նա Սյունիքը մեր մնացած նահապետական սովորությունները պահպանող տարածքներից մեկն է, իմիջիալոց ասեմ, ընտանիք, ընկեր, դավաճանություն չկա, չի ներվում դավաճանությունը Սյունիքում։ Դա նույնիսկ պատահական էլ չի, նայեք Արտակ ջան։ Սյունիքում օրինակ չես լսի մի քիչ ուրիշ թեքումով տղա կամ աղջիկ, համար սերամոլներ չկան Սյունիքում համարյա, կամ եթե կան էլ շատ թաքնված։ Իսկ ստե մենք Երևանում նույնիսկ խորհրդարանի ամբիոնից են ելույթ ունենում։ Տենց բանը փոխական Երևանը իր ողջ հմայքով LGBT, ԿԳՄՍ, ազատություն են տվել։ Զրտուզիբիլ ասես կա։ Սյունիքում դա չկա, կտան գլուխը կջարտեն։ Գիշերվա մեջ տնից կտանեն կկորցնեն։ Ու լավ էլ կանեն։ Չի կարա շփվի նա, չի կարա դուրս գա հասարակության մեջ։ Այսինքն ոչ միայն ընտանեկան փողոցի մակարդակով է, այլ ընդհանուր։ Այո, հենց ընդհանուր։ Մի քիչ դեր մոտ կոպիտ բարքեր են։ Միջև հեղափոխություններ են ներս չէ ոչ։ Դա կոպիտ, դա հայի սրտից եկող կոպիտ ասյունեցին, ճիշտ է, տորքանգեղի նման է կոպիտ, բռի, բայց նա ներսը մաքուր է, սյունեցու սիրտը մաքուր է։ Ու հայրենասիրությունը ավելի շատ անդե։ Ես չեմ ասում քաղաքում այնպես լավ հայրենասեր տղեկ կան, որ բայց սարեցին մի քիչ ուրիշ է լինում, էլ են աղբյուրի ջուրը խմողը, այն քարը կերտողը ուրիշ է լինում։ Ու այդ ոգով Նժդեյան ոգով դե բացի այդ էլ Նժդեի գիտես որ Նժդեի մասունքներից մենք ունենք Խուստուպ Լեռան լանջին կգնանք ընդ անպայման կգնանք ու հենց չեն ենթարկվել դպրոցական տարիներից էլ ներքին կարգով Նժդեհը գովում էր դպրոցներում։ Ես հիշում եմ իմ պապիկը մեր տան Նժդեից խոսում էր ամեն անգամ։ Բոլշևիկների կողմից է եղել իմ պապիկը, բայց Նժդեհը նույնիսկ ինքը պատմում էր պապին, որ կապան գնալուց Նժդեհը եղել է Փոքրուտ Մերմեզյաբանում գյուղում։ Պապիկս իր այդ տրեխ էին հագնում առաջ։ Տրեխի մեջ ճղած գրություն էր տանում կապան, Նժդեի այդ թիկնապաները բռնել են։ Ասել են այս տղեն պապս 1889 թիվա, դա որ պատմում եմ 1918 թվականի իրողություններ եմ պատմում։ Ջոկել են, որ այս մարդը հետախույզ է, էլի բան ա տանում, մանեն եկել չեն ճարել վրեն։ Բայց ասել են գնդակահարեք, այդ գյուղացիները կանգնել են, ասել են մենք հարևան գյուղացի ենք, էլի դուք թողնելու եք գնաք մեր մեջ պատերազմ եք գցել, չէր կարել, էլի եղբայրս պապս միշտ պատմում էր Նժդեից իր թիկնապահներից, ինչ հզոր հայրենասեր տղեկ էին։ Դե թուրիմացիոն են, բոլշևիկները Փիրումով եղբայրների պես տղեկի աքսորեցին, գնդակահարեցին, խայտարակություններ, դա մեր խայտարակությունները։ Դե, բա սխալ է, այսօր մեր դպրոցական ծրագրերից համաց է Նժդե, այսօր համաց է, բայց Սյունիքում ամեն ընտանիք ինքը պահում է իր նորածին երեխային Նժդեյան ոգով է միշտ դաստիարակում։ Հայրենասիրություն։ Այսօր տեսեք, այ հետաքրքիր է, էլի մենք գալու ենք դրան, բայց Սյունիքը հատկապես հեղափոխական ղեկավարը այս վերջին մեկ ամսվա մեջ մի քանի անգամ Սյունիք գնաց, Սյունիքը արժևորում են Տաթևա գնում, բան իրանց այդ ծրագրերով եւ չգիտեմ ինչերով, բայց Նժդեը հանում են Սյունիքից, հա, ասենք դպրոցական ծրագրերից, այն ազգային ոգի իր մեջ պարունակող բաները հանում են։ Ինչ ընդհանրապես չի հա Սյունիքը անհանգստացնում շատերին։ Դե Արտակ ջան, չեն հասցնի այդ սաղանեն, ամեն հարց կգա կլուծվի, որովհետև Սյունիքը, ինչպես Նժդեն էր ասում, Սյունիքը դա ողնաշարն է հայոց աշխարհի։ Ողնաշարն է, եթե այսինքն այդ ներվային համակարգը բոլորը Սյունիքով է անցնում։ Սյունիքն է, չէ՞, որ քարի երկիրն է, բոլոր տեղը քար են մշակում։ Որտեղ դա Սյունիքը կանգնել է իրանց կոկորդում, Ալիևի, թուրքերի ու պահանջում են, քանի թույլ վիճակ ենք, պահանջում են։ Բայց դա Սյունիքը ոչ մեկը իր տնից չի բերել հոր տնից, որ կարա փոխանցի մեկին կամ նվեր տա Սյունեցիները գիտես, ընդ Սյունեցի ամեն տղա ինքը տեղում մեկ ատոմային բոմբա, եթե պայթեց նույնիսկ տարատեսակ լուրեր են հասնում, այ ինչ վիճակ է այսօր Սյունիքում։ Նորմալ է, ամեն Սյունեցի իր աշխատանքին, իր գործին, ճիշտ է, կարա մի քիչ հանգիստ չենք քնում, հեն ենք ամեն ինչի պատրաստ։ Բայց Սյունիքում չի կարա ուրիշ բան լինի, Սյունիքը տվող ամբողջ աշխարհն էլ կանգնի, Սյունիքը
Եթե նույնիսկ մեծ հզոր բանակ էր գա Սյունյաց լեռներում, ինչպես որ 20-ական թվականներին Նժդեհը կանոնավոր 11,000-անոց բանակին ջախջախեց 200 հոգով, նույնն էլ իրանք բերներին կստանան։ Չեն կարա կոտրեն Սյունեցու կողը հաստելա, չեն կարա կոտրեն այդ քարը։ Ինդ քարա Սյունիք։ Պարոն Պողոսյան, ես դժվար է այդ առումով վիճել էլի ձեր ասացի հետ, բայց չմոռանանք, որ մի քանի սրիկաների հրամանով Գորիս-Կապան ճանապարհը տրվեց թշնամուն։ Բայց ի հակադրություն ձեր ասացի։ Դե փորձելու են տենց բաներով։ Այդ Սյունեցին ինչու չպայթեցրեց էլի, ինչու Փորձելու են տենց բաներով անեն Արտակ ջան, փորձելու են։ Դե ժամանակներն այսինքն չկար ընդդիմություն, թե խափեցին, ինչ եղավ։ Խափեցին, կար, ընդենես տղեկ կային, որ կանգնած դուրս չէին գալիս։ Խափեցին, բայց կտոր կարող աստեից ընդեից խափելով, ժողովրդին չասելով, ուրիշ ձևերով տվել են, բայց դա ժամանակավոր բան է ինձ թվում է։ Բայց գլոբալ Սյունիքը չեն կարա։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Դե Արցախն էլ գլոբալ չտվեցին, հա, այդ այնց կտոր պատերազմով, հետո Լաչին, հետո էս, հետո այնտեղ Բայց Արցախն ու Սյունիքը մի քիչ Սյունիքը ինքը Հայաստանի անկախտելի մասն է, Արտակ ջան, չեն կարող առանձնացնել։ Չգիտեմ, խափեցին, Արցախցուն էլ խափեցին, անեցին, չեն կարա մարդիկ, Սյունեցուն չեն կարա խափեն, չի գնա Սյունեցին դրան, նամանավանդ որ Արցախի օրինակն էլ տեսել է ու իր աչքի առաջ ունի, դուրս չի գա Սյունիք, կին ու մանուկ, ծեր, բոլորն էլ զենքի կգնա։ Դե հիմա տարբեր բաներ էլի ասում եմ, որտեվ սրանք բան չեն հայտարարում։ Սրանք մենակ իրանց հմեկով իրանց ասենք այլասերվածներին ցույց տան Eurovision բան, չգիտեմ, Հայաստանը կամ հայերին ձեռառնող իսրայելցի մեկնաբան եւ այլն։ Ու իրանց տխմար ծրագրեր է, էլի, նորաձև կրթությամբ։ Բայց իրականում ինչա կատարվում, ըստ էության մենք տեղյակ չենք Երևանում, հա, իրականում Սյունիքում ինչա կատարվում։ Դրա համար առաջին ձեռքից ինֆորմացիան ինչ վիճակ է, ընկճված են, տեղն ամեն ինչ, պատրաստ են կռվի։ Պատրաստ են բոլորը, ոչ մի Սյունեցի ընկճված չի, Արտակ ես նորից եմ ասում, Սյունեցի անես տղեկ կան, որ շատ հազոր, բոլորը Սյունեցիներն էլ հազոր են։ Դե աչքներիս առաջ հենց այդ է, շատ հաճախ քաղաքագիտական էլի հանճարները ասում են նույն ճակատագիրը արցախցիների Սյունիքին է սպասում եւ այլն։ Չի կարա դա։ Այստեղ ուրիշ ֆռիկներ կանեն, այնտեղ եթե այտենց Ինչ ուզում են անեն, Սյունեցին դուրս չի գալու, նույնիսկ եթե զենք էլ չլինի, Սյունեցին դուրս չի գալու, իրանց զենքով իրանց մռութը ջարդելու են։ Ես նորից եմ ասում, ամեն ու հետո Սյունիքը պատահական տարածք չի, Արտակ ջան։ իհարկե։ Նայ տես, ուրեմն Ագարակում, Մեղրիում, Կապանում, Քաջարանում քարից են հաց, որ ասում են հայը քարից հաց մշակող ազգ է, դա ինձ վերաբերում է ինձ թվում է Սյունիքին, որտեղ դե սաղ քարի աշխարհ է։ Գորիսեցին քարից Հնեստաներ ա կառուցում, որ Սիսյանցին քար ա կտրում, դե գիտես Քաջարանը քարը մշակում ու մեր այսօր հանրապետության բյուջեի մեծ մաս Քաջարանն է տալիս, Քաջարանը, քաջ տղեկը, սաղնդեին, Ագարակցին այդ քարերը ջարդել մեջը նուրա աճեցնում, Մեղրեցին չեն թողնի դուրս գան, դուրս չի գան, դե հողի հանդեպ հողը իսկապես սրբություն է մեզ համար, ձեր ումանուտ պայքարելու չեն կարա տենց հեշտ անել։ Ու մի բան էլ ասեմ, հետո Սյունիք, ես սենց եմ մտածում, Սյունիք Քրիստոսի է, Սյունիք։ Քրիստոսի հաջորդ գալուց թե հենց Սյունիքով է լինելու։ Ոչ մեկը թող չփորձ Սյունեցուն կոտրի, Սյունիք Քրիստոսի, Քրիստոսից առաջ գալուց Սյունա չէ լինելու կրակի Սյունա։ Այ քեզ հետաքրքիր գալու է ու Սյունիքով է գալու։ Առաջին անգամ եմ լսում։ Ու
քեզ ասեմ, մենք այդ գյուղում որտեղ ես ծնվել եմ, մեր գյուղի հին անունը Տիրնիկ ա եղել։ Տիրնիկը, ասենք, դա մի 3500 տարվա պատմություն եմ ասում։ Տիրնիկ ինքը եղել է Արամազդ Աստծո դպիրը։ Իր սուրահանդակն ա եղել ու ինքը գիտության աստված ա եղել։ Տիրը, որ ասում են, ոնց կրթության դպրության։ Կրթության մեր գյուղի հին անունը Տիրնիկ ա եղել հենց։ Տիրնիկ։ Այո, Տիրնիկ, հետո փոխվել է Քրդիկանց, Քրդիկ իշխանի անունով, հետո էլ Լեռնաձոր, հիմա կոչվում է Լեռնաձոր։ Իսկ այն տարածքը որտեղ ես եմ ապրում, կոչվում է Խաչինան։ Խաչ, դա էլի պարոն Բեկթաշյանի բացատրությամբ նայել, տես ինչ հետաքրքիր է։ Խաչ Ինյան, չինական Ինյան են բաները գիտես չէ։ Հա։ Դա կյանքի սկիզբն է, չէ, ոնց որ ես տենց գիտեմ, egg words, այդ ստեղծման սկիզբն է, ես տենց եմ պատկերացնում։ Խաչինան։ Հենց որ ու հետո Սյունիքը քաղաքները, ինքը քաղաք չնայ Երևանը մեծ է, չէ մեգապոլիս, անդե Սյունիքը բոլորը իրար ճանաչում են։ Չեն կարա թողնեն ու գնան, ով թողես դուրս եկավ Սյունիքը, դավաճանի պիտակ կստանա։ Չեն կարա դուրս գան, որովհետև գյուղաքաղաքներ է հիմնականում Սյունիք։ Գյուղա, քաղաքի կպած գյուղեր են ու բոլոր իրար բարեկամ ծանոթ, Սյունիքում ուրիշ ձևի է, էլի այդ ընկերասիրություն։ Դե այնտեղ մի քիչ փոփոխություններ բաներ եղավ, ասենք Կապանի օդանավակայանի վերևնա թշնամին բան, սա լարում առաջացրել է, ինչ որ ոնց է։ Լարում չէ, օրինակ Սյունեցին վախ բառը չկա Սյունեցու մեջ։ Գիտես, վախենալու բաներ կարող է լինեն, բայց չեն վախենում, այլ զգուշանում են։ Զգուշ են, всё։ Նրանք եթե իրանց խելոք չփայեցին մի վարքյանում։ Ախր այդ շան որդիկ մեզ լավ գիտեն, որ հերները կանից ենք։ Ախր իրանք շատ լավ գիտեն, որ իրանք չեն հաղթել, իրանք տրվել է։ Եկել են առած, բայց մռութները կջարդեն, կշպրտեն։ Անպայման, Արտակ ջան, անպայման։ Տրվել է, տենց դե ասեն, տենց չի է։ Մարդա մեկը ասում էր տղա եք պահեք, տղա էինք պահում էինք 20 տարի էր։ Ձեր նմանները եկան տվին։ Պես էլ եղել է, այսօր հայ զինվորին են։ Իրանց եմ ասում։ Այդպես է եղել, այո։ Հայ զինվորը երբեք չի թողել իր դիրքը։ Հայ զինվորը ոչինչ բան չի տվել։ Դա տրվեց դավաճանությամբ, չգիտեմ ինչ ճանապարհներով։ Հայ զինվորը չի պարտվել Արտակ։ Իհարկե։ Փառք ու պատիվ մեր տղեկին, իրանց սխրանքների, իրանց հերոսական նահատակությունների, իրանց ես չգիտեմ, այտենց հələ դեռ կգրվի պատմությունները։ Հիմա էլ կան տղեկ գրում են, ուղղակի ժամանակներն են սրիկայական եւ դավաճանական իրանց ղեկավարներով հանդերձ։ Պատժվեն, այն տղեկը մեկ անդե պատժվեն։ Սրանց նմաններ են եկել ու գնացեն։ Ջիվանին ասում է ձախորդ օրերը կգան։ Զմռան նման կգան կերտ։ Այո։ Լավ է լինելու ինձ թվում է, ոչ թե այլ շատ լավ է։ Եկեք այն որ լավ է լինելու չեմ էլ կասկածում։ Պարոն Պողոսյան, տեսեք, խնդրում եմ մի քիչ նաև Սյունիքի ավելի սենց լեռնային, ձորային, դաշտավայրային արժեքների մասին խոսենք, էլի։ Բացի պղինձ մոլիբդենից, այդ ձեր կենցաղում ընդհանրապես Սյունեցի որպես ինչ կարող եք ասել, որն է Սյունիքի արժեքը, նշանակությունը, առանձնահատկությունը, բնակլիմայականից մինչև լեռնա, չգիտեմ ինչային։ Արտակ ջան, դե Սյունիքը գիտես շատ մեծ տարբերություն չի այդքան, ասենք մեր ապարանի բանի կողմերն էլ գնում ես նույն անտառներն է։ Պարզապես մեր մոտ այդ կաղնին, այդ փոխին, այդ ծառերը, այդ էլ մեր ծառը տեսակներն է, ու մեր աղբյուրների ջրերը, այդ պարզությունը, մեր ջրվեժները, քարերը, մեր սարերը, նայ կապուջուղ ունենք, որի բարձրությունը 3906 մետր է։ Հետո գալիս է Խուստուփը, այդ սարերը հենց իրար են նայում ու այդ որ ասում եմ այդ Սյունիք ինքը հենց սյունը հանդիսանում այդ սարերը ու մեզ Տաթևի վանք ունենք։ Տաթևի վանքի առաջին էլ չէ կա սյուն, այդ սյունը հենց եզերական կապեր է պահում, դա պատահական բան չի։ Մեզ Վազգեն Գևորգյան ունենք հին, հա, ինքը շատ լավ բացատրում է դա ինչի համար է այդ Սյունի կարևորությունը։ Հա, այդ հետո Սյունիքում ուրիշ էներգետիկա կա, է։ Բայց հենց այդ եմ ասում, ուրեմն նայ Արտակ ջան։ Ճիշտ է, լորին իմ թուլություններից մեկն է։ Լավն են բոլորն։ Դսեղը բանը, բայց բոլորն են լավ էներգետիկան ուրիշ է։ Բոլորն են լավն են մեր հայրենիքն է Արտակ ջան։ Դե հա։ Բայց կա սենց ֆիզիկական բան, ուսումնասիրել են էլի,
Ուրեմն չկա տենց մի 5-10 քառակուսի մետր, որտեղ որ մի մետր քառակուսի նույնիսկ բացասական էներգիա չլինի։ Իսկ տես քեզ ինչ փաստ եմ ասում, ապացուցված։ Տաթևի վանքի շրջակա 12 կիլոմետր շարավով ոչ մի բացասական էներգիա ոչ մի տեղ չի արտադրում, չեն նկատել։ Հա, ու Սյունիքի տարբեր տեղերից վահանավանք ունենք մեզ։ Սյունիքը մի քիչ ավելի ուշ է հավատքին գնացել քրիստոնեությանը։ Դա էլ Սյունեց ու կողհասությունից էր, էլի չէր սիրում, որ ինա մի բան ստիպեն, ասեն։ Ինքը ուզենա, ինքը ցանկությամբ պետք է ուզենա։ Դա է մեր Սյունիք, հրաշքա Սյունիք։ Դե յուրահատկություններն էլ շատ տեղեր ունենք, դաշտեր ունենք։ Ուրեմն Սյունիքի խոտաբույսերը, դա Սյունիքը ինքը տեղով մեկ, դա ապտեկա է։ Տեղով մեկ, ապտենդի ամեն խոտը մի հատ նշանակություն ունի մարդու օրգանիզմում։ Բուժիչ։ Այո, բուժիչ, շատ լավ բուժիչ։ Դրա համար էլ Սյունեցին երկարակյաց է, ամեմատած մնացած։ Քարի ցածկամով մարդիկ են էլի չարչարվող։ Բայց բնությունը ամեն ինչ գցել է իր տեղը, էլի, այսինքն որևէ արհեստական միջամտություն, այդ թվում կրոնական, չի անդուրժում Սյունեցին, էլի։ Չի անդուրժում, այո։ Հրաշք ժողովուրդ է։ Բոլորն էլ հրաշք են մեր հայերը, ամեն տեղ մի հրաշք կա։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Պարոն Պողոսյան, իսկ աշխարհաքաղաքական նշանակության մասին ինչ կարող եք ասել։ Ինչի են, օրինակ, Իրանի համար հասկանալի է, իր շնչափողն է։ Շնչափողն է Իրանի։ Բայց ընկեր Ալիևներն ու Էրդողանները ինչ են տառապում, ինչն է, ասենք, Նախիջևանի այդ բանը են ուզում են, տվել են Իրանով գնացեք, եկեք ձեր համար, ինչ գազամուղաբան է։ Դե երևի շատ մեծ ծրագրեր կա հիմա Հնդկաստանից եկող, Չինաստան, Հնդկաստան, դեպի Եվրոպա, դա պետք է անցնի Սյունիքով։ Նախ եւ առաջ փողն է ինձ թվում, անդեսքի այդ հողը իրանց հետաքրքիրել չի, բայց հողը մի սանտիմելա չեն տա, թող մի ուրիշ ձև կգտնեն մտածեն։ Այդ հարցը մեկ է պետք է լուծի, այդ հյուսիս-հարավ ճանապարհը որ գա, այդ ամբողջ բանով Հնդկաստան, Չինաստան, այդ առևտրի ճամփայա չէ բացել, թե փողի շատ մեծ փող էր։ Մետաքսի ճանապարհը։ Այո, մետաքսի ճանապարհը նույնն է, էլի այն ժամանակները որ կար, հիմա սա են։ Այդ ճանապարհին տիրություն անելն է, Դե ամենակարճն է Սյունիքով, էլի կպնում է մի անգամ։ Հա, բայց դե այդ սուտ բանա որ միանան դե իրանք ճանապարհ ունեն Նախիջևանի հետ։ Դա չի թեման, թեման երևի այդ շատ մեծ փող էր կլինի։ Հետո բացի այդ էլ այդ ճանապարհը որ տան փակվում է Իրանի նեղը գցելու համար փակվում է, բայց ինձ թվում է Իրանը Ամերիկայի հետ հիմա մի քիչ իրար կհասկանան ու այդ թեման էլ կմարի ու հաստատ այդպես է լինել։ Հələ որ հասկանում են, հետո չեն հասկանում, Ես առաջիկայում տենց եմ տեսնում։ Իրան-Ամերիկա այդ հարաբերությունները կլավանա, ագին սանկցիաներ, ես այն օրը լսեցի, ագին սանկցիաներ հանվել է ու իրանք դե կընկերանան, ինձ թվում է այդպես։ Ու այդ ժամանակ Թուրքիան вообще դուրս կգա խաղից։ Դրա համար է այսօր Էրդողանը այդքան պայքարում, բայց չի հասցնի ոչ մի բան անի։ Այդ էլ իմացած եղեք, 100% Ամերիկա Իրան կգնան համագործակցության ու Թուրքիան վերջնական խաղից դուրս է գալու։ Դուրս են հանելու։ Այո, դուրս են անելու։ Դուրս է գալու Թուրքիան։ Թուրքիան պետք չի, այսօր կոնտրոլից դուրս է եկել, ոչ Ամերիկային, ոչ մեկին։ Վերջի ճիգերն է երևի։ Բայց Թրամփը, ասում են, գնալու է նաև Թուրքիա, այսինքն աշխարհի կարևորության, չեմ ասում Ռուսաստանի համար ինչ կարևորություն ունի Էրդողանը։ Դե ինչ անեն գնալու է։ Կարող է հենց գնում է, որ ընդ ինչ որ բան անեն, ավելի շուտ շարքից դուրս գա։ Չեք կարա։ Լավ,
Այսօրվա ընդհանուր Հայաստանի վիճակի վերաբերյալ ինչ կասեք։ Օրինակ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մասին, սրանց արժեքների մասին, ուրիշ կրթելու տեղ չունեն, գալիս են Սյունիք, որ կրթեն։ Ես ասած չէ, որ Տիր Աստվածը Սյունիքում ա եղել, Սյունիքը կրթված է։ Դե Տիրան ձևն է։ Թող մարդիկ տեսնեն այդ։ Թող գնան օրինակ բան, այնտեղ Վայոց ձոր թող գնան։ Դե կարող է հերթով գան, բայց դե հա, երևի իրանք Սյունիք են գնում, Սյունիք։ Խերելն է խիկումները չի տանում, ես ինչ փորացավ է։ Հասկացանք, Էրդողանն ու Ալիևը հասկացանք, բա սրանք։ Դե իրանք էլ ընկերություն են անում, էլի։ Թող գնա իր Իջևանը բանը, Իջևանը կրթի։ Իջևանցին էլ է կրթված, Սյունեցին էլ է կրթված, հայ ազգը սաղ էլ կրթված է, մենք կրթվելու կարիք չունենք, Արտակ ջան։ Երկրորդն էլ դե մի բան մտածած կլինեն, էլի, որ գալիս են, բայց դա ոչ մի բան չի փոխի, թող իմացած լինեն։ Այսօր ես 2 օր Երևան քաղաքում եմ, մարդկանց դեմքին ծիծաղ չկա։ Ազգը թևաթափ է մի քիչ։ Դա գալիս է բոլորը իշխանություններից։ Այսօր թող մարդկանց հետ ավելի ուրիշ բանով շփվեն, մի լավ օրենք կա։ Այնքան օրենք են անել են խեղճ գյուղացուն, տվեց ծիրանը, ցորենը սաղ հեչ արեց։ Թող օգնեն, ջուրը մի քիչ ձրի ջուր տան, մի քիչ օգնեն այդ մարդկանց։ Իրանց բան ու գործը թողած ուրիշ բաներով են զբաղվում։ Հազիվ աղբյուրները Սյունիքի թշնամուն տան, ինչ ջուր տան։ Դե բա ջուրը ամենակը, գիտես չէ, որտեղ որ ջուրը կա, այդ մաքուր ջուրն, դե ժողովուրդ ավելի հայրեն ասել են, այդ ջուրն է պահում։ Իրանց գործը սխալ են անում, էլի խաբելով ազգին չես կարա։ Լավ, ինչ վիճակում ենք ու ինչ ելքեր եք դուք տեսնում, այ որն է էլի մեր այսօրվա վիճակի ձեր գնահատականը ու ինչ ելքեր կանած ձեզ, ինչ պետք է անենք։ Սյունեցին կանգնած է իր Սյունիքի համար ու ոչ միայն Սյունեցին, այլ նաև կապ չունի Հայաստանի հետ, նույն Իջևանցին իրաց ցավը տանը ունես կարգին տղեկ կան այնտեղ էլ ասելու չի։ Սաղ տեղն էլ Գեղ չկա շունչը լինի, բայց ասենք հիմա ինչ կապ ունի։ Ընդհանրապես ազգի թշնամի այն մարդ, ով պարակտում է ազգը։ անպայման, Իջևանցի, Ղարաբաղցի, Սյունեցի, համաձայն եմ։ Առաջին բանն է, պետք է դատել, պետք է, եթե նույնիսկ պետական մասշտաբով չի ստացվում, մենք պետք է աշխարհազոր ունենանք։ Այսինքն այն տղաները, ովքեր որ աշխարհազոր պետք է ունենանք, ու դա շատ հին ասված խոսքեր է, հրամանատարի ասածն եմ ես լսում, պարոն Բեկթաշյանի, որ մենք պետք է աշխարհազոր ունենանք, այսինքն ինքը ամեն վարքյան պատրաստ լինի, բանակը իր գործը կանի, ես բան չունեմ ասելու, մեր զինվոր տղեկը մեզ լավ հրամանատարներ են ունենք, ազնիվ, հայրենասեր, տենց չի որ չկան, այսօր շատ կան, թող չհուսահատվի ժողովուրդը, մեր զինվորները իր տեղը կանգնած է, ու մի սանտիմետր հետ չի գնալ, բայց աշխարհազորը պետք է լինի, այն 5 կռվող տղեկից, որ հենց մի բան ամեն շրջանը իր աշխարհազորը կվերցնի, պատրաստ կլինի ու զինվորի կողքին կանգնած կլինի։ Ու արագ, շատ արագ ձևի։ Այ աշխարհազոր ստեղծել է պետք։ Ընդ է կրթել պետք, որ զենք բերեն, օգնեն այդ մարդկանց ստեղծել։ Այդ ում գործառույթն է, պետության թե մասնավոր հատված։ Պետության իհարկե, առանց պետության օգնության մասնավորները պատրաստ է կանեն, բայց պետությունը չպետք է խանգարի, պետք է Գոնե ենթակառուցվածքները, բաները։ Դե մեր այդ վայենկոմատները ինձ թվում է պետք է զբաղվեն այդ հարցով։ Նախարարություններ կան, չէ։ Իրանք պետք է անեն դա։ Ամեն դեպքում, բայց ժողովուրդն էլ ներքին ձևի պետք է անի դա։ Աշխարհազորը շատ պետք է փոխում ես ու ամեն ինչ փոխվում է։ Հələ մի հատ տեսեք էլի անողով է, մի հատ տեսեք էլի նախարար, մի հատ դրան նայեք էլի։ Լավ էլի։ Հատուկ գնդի ազատամարտիկ եք, մի հատ նայեք էլի։ Դե հիմա ուրեմն ես չգիտեմ իրան ինքն ավելի վատը թե իրան չես տվողները, բայց ասենք ինչ։ Ուրեմն հետ գնալա պետք են ժամանակները ու հատուկ գունդը նորից մի հատ վերականգնել։ Մի հատ վերականգնելա պետք են 5 տղեկով, հավաքվելա պետք։ Խոսալա պետք է այս մարդկանց հետ, որ տղեկ սխալում եք, այսպես չի, են հին են կորիզը տղեկի, թող հավաքվեն, թող պատրաստ լինեն առաջիկայում հավաքվեն ու արդեն եթե հզոր ուժ լինի, իրանք ամեն ինչ կտեսնեն, որ իշխանության աթոռի համար չկռիվ, այսօր մենք պետք է կռիվ տանք, այս հողը պահենք, սանտիմետր էլա չտանք, Իհարկե։ մերն է, դեռ հələ են
կորցրածը հետ պետք է բերենք ու անպայման բերելու ենք։ Ճշտամին ջերմուկում այ մարդ։ Ոտենց չի։ Հետ ենք բերելու։ Համար ասում միասին գնալու ենք պատարագի։ Պարոն Պողոսյան, շատ հետաքրքիր է ձեզ հետ զրուցելը։ Հաղորդման վերջում բլից հարցեր են, որոնք ձեր կերպարը, ձեր բնութագիրը մարդկային ավելի ընդգրկուն կդարձնեն, ձեզ ավելի լավ կճանաչենք։ Պատրաստ եք, կարող ենք սկսել։ Կարող ենք։ Տարողունակ են հարցերը, կարող եք նաև մի քիչ ավելի ամփոփ պատասխանել։ Եվ այսպես, ինչ է ձեզ համար հայրենիքը։ Հայրենիքը իմ համար ամեն ինչ է, իմ կյանքն է։ Այն տունն է, որտեղ ես ծնվել եմ։ Իմ ընտանիքի, իմ հող ու ջրի, դա իմ ընտանիքն է, իմ հայրենիքը։ Կապ չունի, որ ես ունեմ ընտանիք, բայց իմ ընտանիքս Հայաստան աշխարհի բոլոր ընտանիքները մերն են, արտակ իմն են, քոնն են, ու դա մեր հող ու ջուրն է, մեր հայրենիքն է։ Ես սովորացրել եմ մեր ջահելներին, որտեղ նստում ենք առաջի կենացը, որ ուզում են բան ասեն, դա մեր հող ու ջրի գենացն ենք խմում։ Բայց դրա գիտակցումը կա ինչ են խմում, էլի։ Օրինակ, այդ ինչ է։ Ես օրինակ շատերին էլ սովորացրել եմ, մեզ գրող ունենք Սարմեն, վերջում որ ասում է ազգ սիրեցեք ու հայրենիք կյանքից գինուց, ամեն բանից առավել։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Շելու բանա գիտեք, ես ոչ ցեղասպանություն եմ տեսել, ոչ մեր պապերի պես իրոք դաժան ու սենց դժնի օրեր եմ տեսել, բայց երգեր կա լսում եմ, հուզվում եմ։ Զգում ես չէ ինչ եք կորցրել այդ։ Ախ իմ հայրենիքի ջուրը, որ ասենք կա ջիվանին է, չէ՞, հա, ջիվանին է։ Լսում ես, հուզվում ես։ Լավ, պապիկս երգում էր, այնտեղ մի քանի երգ կա, հուզվում էր, հասկանում եմ։ Այդ մարդը 4 անգամ շտրաֆբատ գնացած հետ եկած մարդ է։ Այդ մարդը երկրորդ համաշխարհային պատերազմը տեսել, մեծ հայրենականի վետերան է։ Այնպիսի բաներ էր պատմում, որ ես ոնց որ դոկումենտալ դաժան մի ֆիլմ տեսնեի։ Հենց հուզվելն է։ Բայց այդ գենետիկ, այո, հիշենք պարոն Բեկտաշյանին։ Հուզվելն է հենց հայրենիք։ Հենց էտա, ասում է հայը հույզերի մի հույզերի, այ հենց դա է հայրենիք։ Այ մարդ այդ ոնց է տենց լինում, է։ Դա ամեն ազգի մոտ չկա իմիջայլոց։ Նրանց համ դրսի Ինչու եմ սա ասում, ձեր ասած այդ հող ու ջուրը, որ ասում եք հող ու ջրի կենացը, միակ բանը, որ կարա, ասենք, ես չափանիշ չեմ, բայց տեսնում եմ նաև իմ շրջապատում, որ կարա հույզեր առաջացնի, ընդու կարքին լուրջ ուժեղ տղամարդ է, էլի, հուզվի այդ հայրենասիրական այդ հող ու ջրի, այդ դրան աղերսուն առնչվող բաներն են։ Այսինքն իր մեջ ինչքան կարևորություն կա, էլի, ինչքան անբացատրելի ուժ կա, ինչքան էական նշանակություն կա, որ կարա մեզ տիպի հուզվել։ Ուրեմն պորտալարով, то չգիտեմ ինչով կապ կա, չէ՞, այդ բա այդ հողից է չէ սնուցվել ինքը։ Այդ հողի վրա է մեծացել, աճել։ Արտակ ջան, գալու է ժամանակը, որ որտեղ հողի տակ սա էլ պարոն Բեկտաշյանի ասած խոսքերը, նույնիսկ 100 մետր թաքնված խաչ կա, հիշի, գալու է ժամանակը, այդ խաչերից խաչ մեր հողը վերականգնվելու է։ Վերականգնվելու է, ոչ թե ու վերականգնելու ենք, գալու է այդ ժամանակ, Աստծո օգնությամբ լինելու է, ու դա շատ շուտ է լինելու։ Ու բոլորս տեսնելու ենք։ Պարզապես պետք է չվախենանք, չընկճվենք, ինչ ուզում են անեն։ Իրար չատենք, չպարակվենք։ Ինչ ունենք, իրար չնախանձվենք, իրար սիրենք, այդ է էլի։ Դու իրականում սիրելու բան կա, էլի։ Զիջող լինենք իրար հանդեպ, всё։
Միայն դա է, ու դզվելու ենք։ Ձեզ ասում եմ բլից հարցեր, ես էլ ձեր հետ տենց բարձրաձայն, բայց ինձ թվում է չենք օգնեցնում։ Եթե օգնեցնում ենք, մեկնաբանություններում գրեք։ Անցանք առաջ, հարգելի պարոն Պողոսյան, ինչպիսի Հայաստան եք տեսնում 10 տարի անց։ Լուսավոր, պայծառ ու ամբողջ աշխարհը իմանալու է, որ առանց հայի ոչ մի պետություն չի կարա, որ միտքը ուղեղը դա բխում է Հայաստանից, պետք է այնպես պայենք ու շատ շուտ միացնանանք, որպեսզի կարողանանք հասնենք դրան։ Ամբողջ աշխարհը դեռ ճանաչելու է ով է հայը։ Լուսավոր, ես թվում ամբողջ աշխարհը գիտի, հատկապես մի հատ հայտնի ազգ կա, որոնք շատ ծանր են։ Հա, դե հենց այն հայտնի ազգը։ հենց այդ հրեաներ կոչեցի, այդ ջութ կոչեցյալներն են, չէ՞, որ չեն թողնում մենք։ Իրանք շատ են լավ են ուսումնասիրել մեզ։ Շատ։ Երևի մեզանից ավելի լավ։ Իրենք գիտեն, որ մենք իրենց ուժեր ենք, դրա համար խանգարում են մեր աճի։ Ու հենց իրանք են էլի խանգարում, ով է խանգարում։ Բայց կպատժվեն իրենք։ Իրանք շուտով երկնքից գալու է այդ պատիժը։ Մի երկնակար է էլի։ Տվեց այդ պրծավ մի երկու պետություն կան։ Մենք եթե ազգովի նայ Արտակ ջան, ես ասեմ, այս հաղորդումը նայողները թող միշտ հիշեն։ Ամեն օր, ինչքան մարդ որ նայում հաղորդում, ամեն օր մի ժամ ընտրենք, ժամը 9-ին ասենք։ Թող մի հոգի մի վարքյան մտածի, որ երկնքից մի բան գա ու այդ մեզ խան Թուրքիան, Անգլիան, Իսրայել վերանան, այս աշխարհը գալու է դզվի։ Մենք էլ տես ինչ ենք դառնում։ Մի պահ մտածեն ու այդ քար բերելու ենք մենք։ Այդ ազգն ենք։ Մենք տիեզերքից կարանք քար բերենք ու ուղղենք շատ մեծ երկնակար, ու ուղղենք մեր ուզած երկրի վրա։ Ու գալու է այն ժամանակը, որ հայը այդ էլ անել, ամեն հայ։ Մտքով տիեզեր կա շարժել։ Այո։ Չէ, բայց դրա մեջ կա ճշմարտության հատիկ, այնպես չի որ Եթե մենք այս հաղորդումը նայողներին բոլորին հայտարարում եմ, եթե երեկոյան ժամը 9-ին բոլորը այդ միտքը մտածեն, շատ շուտով այդ գործողությունը կկատարվի ու բոլորս էլ կտեսնենք։ Եկեք մտածենք այդ բանը։ Անցանք առաջ գնանք։ Հայաստանի ղեկավարը դուք եք, առաջին 3 որոշումները, որ կկայացնեիք, որոնք կլինեին։ Առաջին։ Դժվար հարց է, Արտակ ջան։ Առաջինը ես ուշադրություն կդարձնեի այն ընտանիքները, որոնք որ 2-3-րդ երեխան ածում, այդ ընտանիքներին պետք է ամենալավ ձևի շահագրել։ Մի հատ մեքենա, մի հատ կվարտիրա ընտանիքներին, ամենամեծ ուշադրությունը ընտանիքներին, դպրոցներին, ուսմանը։ Այս ուսման ինչքան շատ երեխա, այնքան շատ խրախուսում։ Այո, բա դրանով է ազգ դառնում, ազգ մնում։ Խրախուսում, դե իհարկե այդ որ ասում են բանակը, ամեն հայ պետքա բանակա ու մեկ էլ ամեն հայ տղամարդ պետքա իր պատից, իր զենքը, իր շորերով, իր վեշմեշ օգնել, կողքից կախած լինի։ Այդ բաները ես կանեմ առաջնահերթ։ Ու Երկրորդը ես մի քիչ տենց բան չեմ ասենք մարդասիրական մարդ եմ էլի, բայց հատկապես այն երկրների վերացման առումով շատ մարդասիրական։ Հա դե բա խանգարում, իրանք բոլորն էլ խանգարում են Արտակ ջան։ Հարց չկա։ Դա էլ է Իրանք մարդասիրության մարդ չեն։ Իրանք պետք է չլինեն որ մարդը հիմա Երևան։ Այն ասել եք հիմա երկրորդ կետին։ Արտակ ջան, ուրեմն պատժի ձևը պետք է փոխվի։ Պատժի ձևը պետք է փոխվի։ Մարդ եթե մի բան արել է, ինքը իմանա դրա համար։ Մարդ պետք է պատժվի։ Ես չեմ անում, մարդիկ գործողություններ են անում, այսինքն դավաճանությունը։ Ես չգիտեմ, գնդակահարել է պետք, տեղում գնդակահարել է պետք։ Դա էլ կանեմ։ Չեմ անում ոնց պատժեն, ինչ անեն, թող տանեն вообще ուրիշ երկիր են, մարդուն չգնդակա։ Բայց մարդը իր արարքի համար պիտի հասկանա, որ պիտի պատասխանատվություն կրի, պիտի պատժվի։ Ես չեմ ասում դավաճանությունը ընդհանրապես ամենադար։ Ես դրան եմ ասում, մարդը սխալվել է, միգուցե սխալական է մարդը ինքը, բայց միգուցե հետո դզվի։ Բաներ կա որ, բայց բաներ կա, ասենք դավաճանությունը։ Դրա համար միանշանակ պետք է գնդակահարվի։ Ու ժողովրդի աչքի առաջ։ Բա ոնց։ Որ որպես մարդիկ տեսնեն, որ սա չի ներվում։ Այո։ Ոնց հարաբերական երկրներում գողություն չկա։ Գիտի մարդը գողություն բանարեցին, բռնեցին ձեռքը, վсё։ Ու բոլորը տեսնում են, որ սա գող է, ձեռքը։ Վերջացավ, հա։ Էտա։ Ուրիշի քրտնած տարել է, ձեռք կտրել է։ Ճիշտ էլ արել։ Պատժի ինստիտուտը եւ երրորդը
Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT-1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Երրորդը հավատքից շատ ենք հեռացել։ Կփոխեի այդ, չգիտեմ, այդ սիստեմն էլ։ Չգիտեմ, թե մեր եկեղեցին էլ այսօր իրագործում չի, Արտակ ջան, դրա համար ազգը հեռացել է հավատքից։ Չեմ ոնց կանեմ, չգիտեմ ոնց կմտածեմ այդ հարցը, բայց եկեղեցի պետություն հարաբեր միգուցե պետությունից է գալիս, որ այսօր այդ վիճակն է։ Եկեղեցի պետություն հիմա հարցությունն են գնում։ Հասկացա։ Դե ոլորտային սրանք հարցեր էին, որոնց եւս պատասխանեցիք։ Ասացեք խնդրեմ, որ գիրքը ձեր կարծիքով մարդ պետք է իր կյանքում անպայման կարդա։ Ու կամ հայ մարդը, հեղինակը։ Նախ ամեն հայ պետք է մեր պատմավեպերը բոլորը կարդա, ես բոլորը կարդացել եմ, օրինակ մեր բանաստեղծներին բոլորը պետք է կարդանք, Շիրազ, Սևակ, ոնց կարող է չկարդաս։ Պատմավեպերից ո՞րն եք նախընտրում ավելի, այ Մխիթար Սպարապետ։ Դե Սյունիքա էլի, Դավիթ Բեկ, Մխիթար Սպարապետ, դրա համար մեր բոլոր երեխաների անունները Դավիթ, Միքայել, Մխիթար տենց է գալիս։ Ինչ հետաքրքիր է, չէ՞ որ կարդում եք ու դուք տեսնում եք, այսինքն քայլում եք այն տեղերով, որտեղ որի հետ առնչվում եք գրքի մեջ։ Կարդում Լիսիցյանի Զանգեզուրի հայերը գիրքն եմ կարդում, շատ դժվար ճարեցինք, շատ քիչ տպականակով է։ Կուղարկեմ դուք էլ կան։ Դե գրված է բոլոր Սյունիքի սովորույթները, Սյունիքը նահապետական հին սովորությունները Փարքաստու այսօր պահողն է Հայաստանի արտակ շատ տեղեր կան, բայց դե քաղաքում ասենք տենց բաներ չի երևում, էլ բայց Սյունիքում երևում է այդ նահապետական մեր բաները պահվում է դրանք բոլորը։ Բայց ամենասիրած գրքերից մեկը Մոնտե Քրիստոն է եղել։ Հիմա դա շատ եմ կարդացել։ Ու ամեն գիրք կարդալուց պետք է մտնես դու այդ գրքի մեջ։ Ու գիրքը։ Ինչն եք ավելի շատ սիրում, Էդմոն Դանտեսի այդ սրտատոչոր նվիրումը դեպի Մերսեդեսը, թե Մոնտե Քրիստոյի դաժան պատիժը, Ֆերնաններին ու պատիժը պետք է, բայց այդ ամենակարևոր է մոմենտն է, որ այդ իֆամրոցում, որ քանդելով գնում է, ունդեից Աբաֆարիային, որ հանդիպում են, այդ հանդիպումն է։ Ու որ Աբաֆարիան նույնիսկ մեռնելուց հետո էլ սենց բան ասում է, որ դու մեռնելու ժամանակ էլ ինձ օգնեցի, որ մեշոկով հանում փոխում իրան գցում են։ Բայց պատիժն դե ճիշտ արեց, որ պատիժեց, դե այդ իմ ասածն է։ Ես տարիքի հետ հավ նմանեցնում եմ Դոստոևսկու ոչիրին ու պատիժին, ընդհանրապես այդ ձեր ասածն է, էլի, որ պետք է որևէ բան անպատիժ չմնա, այսինքն մարդը պիտի իր խոսքի, իր, ել չեմ ասում տղամարդը, հա։ Ու մեր դեպքում դա առանձնահատուկ նշանակություն ունի, որտեղ հայի համար հայ տղամարդ, հայ տղա, ասում ենք, չէ, հայ կին, սրանք արժեքներ են, սրանք լոկ ձևակերպումներ չեն, էլի։ Մի խոսքով, այդ պարագայում առավել եւս, էլի, պետք է այդ պատժի գիտակցումը, այսինքն ասում եմ խոսքը քո բերանումա դու ես տերը, դուրս եկավ արդեն դու տերը չես։ Հիմա այդ կարևոր է, այսինքն պատասխանատվություն։ Այո, պիտի գիտակցենք, որ պատժը արարքի, խոսքի եւ բա ոնց։ Անցանք առաջ, որն է երջանիկ լինելու ձեր բանաձևը։ Արտակ ջան, երջանկությունը դա լինում է, օր լինում երջանիկ պահեր է, եթե մի բան մտածել ես արվում է, այսօր ինձ համար հաճելի է, որ մեր մայրաքաղաքում եմ, հաճելի է, որ հանդիպեցինք, հաճելի է, որ հրամանատարից տեսա, կարոտ սառա, բայց ամենամեծագույն երջանկությունը նա է, որ տեսնեմ խաչից խաչ Հայաստանը, եմ որ ասաց։ Խաչից խաչ Հայաստան։ Ազատագրված մեր հողերը։
Խաչից խաչ Հայաստանը ո՞րն է, ծովից ծով Հայաստան։ Չէ, ծովը մտնում է, այդ ծովը ներսում է, դե այդ խաչից խաչ շատ մեծ է։ Կհասնենք Տիգրան մեծի օրոք, Արտակ ջան։ Հաջորդ հարցս։ Աստծուն տեսնեիք, ինչ կասեիք։ Իմիջայլոց պատերազմական իրավիճակ ա եղել, որ ես կարելի ասած տենց մի բան տեսել եմ, հենց մի դրվագ կար, տես այսպես պատկերացրու, ուժեղ անձրև ա գալիս ու դու 70 մետր պետքա վազես ու քեզ ոչ մի կաթիլ անձրև չի պրծնում, ես անցել եմ այդ ճանապարհով ու հենց դե Աստծոն էլ նու իր ձեռը ին վրա էր, որ ես անցա այդ ճանապարհը, թե չէի կարող անցնել այդքան տարածքը, Աստծոն կասեի շնորհակալ եմ, որ կանք, բայց ուշացնում ես գալ, արի որ տեսնենք ինչա դառնում այդ։ Իդեպ Սյունիքով, ասեցի։ Այո, Սյունիքում։ Սյունիքով, ընդեով ա գալու Աստված։ Եվ վերջին հարցս, ինչից եք ամենից շատ վախենում։ Արտակ ջան, բանը ուրեմն մի քանի ժամանակ առաջ Լևոն Ջավախյան ունեն գրող հրապարակախոս, քնեց մեծ հաղթանդամ մարդ է։ Իրան այդ հարցը տվեցին, ասավ, գիտես ասում եմ, բոլոր վախենալու բաներից էլ վախենում եմ։ Վախենալու բանից պետք չի, ոչ մի բանից չեմ վախենում, բայց զգուշանում եմ։ Զգուշանալ պետք է, եթե դու զգում ես, որ հեսա կարող անդեից մի քար գլորվի վրա, դու զգուշանալ է պետք, որպեսզի քայլ անես աջ կամ ձախ։ Բայց եթե վախեցար, դու հենց մտածեցիր, որ հեսա գալու է, դու այդ քարը հենց բերել ես քեզ վրա։ Վախենալ պետք չի, ոչ մի բանից չեմ վախենում, բայց զգուշանում եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Ձեզ ուժ, կորով, համբերություն եւ այն քաջություն էլ չեմ մաղթում, որովհետեւ Սյունեցին այդպես ծնվում է։ Դե հենց քաջարանը քաջերի տեղն է։ Սյունեցի բոլորը, Հայաստանը բոլորն էլ քաջ են, Արտակ ջան, բոլորն էլ։ Պարոն Պողոսյան, բարով եք եկել Երևան, միշտ պատրաստ ենք ձեզ հյուրընկալել, տեսնել եւ այդ Սյունեցու հպարտությունն ու ոգեղենությունը փոխանցել։ Երևանցիներից մեզ դա պակասում է։ Նույնն էլ ես սպասում եմ Սյունիքում։ Սիրով, հարազատներս, շնորհակալություն։ Սա Live Armenia YouTube-յան ալիքներ, մենք այսօր հյուրընկալել ենք հատուկ գնդի ազատամարտիկ, բնիկ Սյունեցի Արթուր Պողոսյանին, շնորհակալություն նաև ձեզ, որ հարցազրույցը դիտեցիք եւ ամենակարևորը բաժանորդագրվեցիք մեր ալիքին։